Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են և դերասանական կազմին միացավ երիտասարդ դերասանուհի Հասմիկ Վերդյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Ֆրիդային՝ Հենրիի կենսաբանական մորը։ Թե ինչպիսի զարգացում կունենա կերպարը, ցույց կտա ժամանակը։ Հեռուստադիտողներին համար անակնկալ էր այս ամենը, քանի որ նրանք չէին սպասում, որ Հենրիի կենսաբանական մայրը կհայտնվի, քանի որ հեռուստադիտողները կարծում են, որ Հենրիի միակ մայրը Աննան է, ով պահել ու մեծացրել է նրան։ Իհարկե, այս ամենը քննարկումներ են, դերասանուհուն վստահվել է այս կերպարը, և դերասանուհին կարողանում է կերպարի ասելիքը հասցնել հեռուստադիտողին։ Հասմիկ Վերդյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 25-ին քաղաք Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել է 7-ամյա երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ 2004-ից 2008 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 2008 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում որպես դերասանուհի։ Խաղացել է մի շարք ներկայացումներում, նկարահանվել մի շարք գովազդային հոլովակներում, հեռուստասերիալներում, համագործակցել տարբեր հեռուստաընկերությունների հետ։ 2015 թվականին նկարահանվել է «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմում տնփեսա հումորային հեռուստանախագծում։ Թատրոնում խաղացած դերերը բազմաթիվ են։ Նշենք, որ Հասմիկ Վերդյանը նկարահանվել է նաև «Մեղրամիս» հեռուստասերիալում, որը քննարկվում է մինչև հիմա։ Դերասանուհու համար կերպարների բնույթը կարևոր չէ, կարևոր է նրանց հետաքրքիր լինելը։ Բացասական կերպարներն ինձ ջղայնացնում են ոչ թե նրա համար, որ չեմ սիրում, այլ նրա համար, որ ինձ անընդհատ նման կերպարներում են տեսնում։ Ես սիրում եմ հետաքրքիր կերպար կերտել, որը բաղկացած կլինի դրական և բացասական հատկանիշներից, ինչպիսին որ մարդն է, նշել է նա։ Դերասանուհին, ով միշտ աչքի է ընկնում իր անմիջականությամբ և անկեղծությամբ, ասում է. «Մեկ-մեկ անկեղծությունս հասնում է չափազանցության ու երևի հենց դրանում է իմ շարմը»։ Հասմիկը ցավով է նշում, որ հիմա մարդկային լավ տեսակը պակասել է։ Մարդիկ հիմնականում խաղում են ավելի շատ կյանքում, քան բեմում։ Շեքսպիրի խոսքերն ընկալել այնպես, ինչպես բնորոշ է այն տեսակներին, որոնք ուրիշ կերպ չեն կարող ապրել։ Բացի թատրոնից և հեռուստատեսությունից, Հասմիկը մասնակցել է նաև միջազգային նախագծերի։ Նա նկարահանվել է Իրանում, իհարկե փոքր դերով, որը հետագայում դարձել է ավելի մեծ։ Հասմիկ, եթե հետևենք ձեր կերտած կերպարներին, ապա կնկատենք, որ դուք մարմնավորել եք ավելի շատ համարձակ, խորամանկ, ինքնասածի, ազատամիտ կնոջ։ Հետաքրքիրը, ինչով եք պայմանավորում ռեժիսորների նման ընտրությունը հարցին, դերասանուհին պատասխանել է. «Անկեղծ ասած, չգիտեմ։ Այս հարցի շուրջ մտածելիս կարող եմ հիշել Ավետ Ավետիսյանին, ով կյանքում եղել է շատ հանգիստ և բարի մարդ, բայց իրեն մշտապես վստահել են բացասական կերպարներ։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Գուցե ռեժիսորների աչքը չի սխալվում, և ես ավելի համահունչ եմ նման դերերի։ Ամեն դեպքում, կարծում եմ արտաքինս այդ հարցում իր դերն ունենում է։ Իհարկե, ցանկություն ունեմ նաև դրական դերերով հանդես գալ, ու դա ուզում եմ ոչ թե նրա համար, որ ապացուցեմ, որ ես դրական մարդ եմ, այլ որովհետև ես դերասանուհի եմ և ես ուզում եմ բազմաժանրությամբ հանդես գալ։ Ինձ հետաքրքիր է էքսպերիմենտների ենթարկվել, օրինակ, մեծ հաճույքով թմրամոլի կամ հոգեկան հիվանդի դեր կմարմնավորեի։ Շատ փխրուն մարդ եմ, միշտ փորձում եմ հասկանալ դիմացինին, իհարկե ունեմ նաև ըմբոստություն և սառնություն, երբ զգում եմ, որ շատ են ներխուժում իմ տարածք ու փորձում են նեղել ինձ», հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին։ Դերասանուհին հաճախ ներկայանում է նաև գայթակղիչ կնոջ կերպարով։ Նրա խոսքով, իրականում ինքն ուրիշ է, չի սիրում աչքի ընկնող բաց հագուստներ և իրեն չի նույնացնում կերպարների հետ։ Միգուցե արտաքինս է պատճառը, որ ինձ տեսնում են ավելի գայթակղիչ կնոջ կերպարում։ Չեմ ուզում մեծ-մեծ խոսել, բայց երևի ավելի երևացող արտաքին ունեմ։ Գայթակղիչ կանանց կերպարներով ներկայանալը դերասանուհուն բացվելու հնարավորություն է տալիս։ Ես ուրախ եմ, որ այն դերասանուհիներից եմ, ով տարբեր կերպարներ կերտելու հնարավորություն ունի։ Փորձում եմ դերերս այնպես ներկայացնել, որպեսզի մեկը մյուսին չնմանվեն։ Երևի ժամանակի, տարիքի հետ կխաղամ ավելի իմաստուն, խորը դերեր», ասել է նա ու հավելել, որ
Այս շրջանում նկարահանվում է նոր նախագծում։ Հասմիկն ընդգծում է նաև, որ թատրոնում աշխատելը շատ պատասխանատու է այն հարցին ավելի շահավետության առումով հեռուստատեսությունը չի սպառնում թատրոնին, նա պատասխանել է, որ թատրոնում աշխատավարձերը մի քիչ բարձրացրել են։ Ես առաջին կարգի դերասանուհի եմ դարձել, երբ ինձ մի փոքր աջակցում են, չեմ կարող ուրանալ դա։ Այն կարգավիճակում, որում ես եմ թատրոնում, շատերը կերազեին լինել։ Դա չի նշանակում, որ ես միայն գլխավոր դերեր եմ խաղում մեր թատրոնում, չկա նման բան, բայց ես շատ լավ կարգավիճակում եմ, շատ ուրախ եմ, որ խաղում եմ թատրոնում, ասաց նա։ Միաժամանակ Հասմիկը նշեց, որ դեռևս չի խաղում այն կերպարները, որոնք իրեն հոգեհարազատ են։ Եթե դու գտնես քո ռեժիսորին, կգտնես քեզ։ Մինչ այն խաղացածս կերպարները շատ լավն են, բայց ես հիմա ուզում եմ ավելի խորը դերեր ունենալ, քանի որ ավելի խորը մարդ եմ, կարող եմ անել ավելին, քան այն, ինչ ինձնից ուզում են։ Կարծում եմ նոր գեղարվեստական ֆիլմում հաստատ հանդես կգամ։ Հասմիկը խոստովանել է նաև, որ մինչև թատերական ընդունվելը բավական շատ կոմպլեքսներ է ունեցել։ Առաջին տարում դա ինձ խանգարում էր, ամաչում էի, հետո հասկացա, որ դերասանը պետք է լինի ազատ, հանգիստ, բացվեցի ու այլևս խնդիրներ չունեցա, ասաց նա ու նկատեց, որ այժմ իր կոմպլեքսները կապված են ներքին աշխարհի հետ։